Ձայնը տրվում է Հայկ Ֆարմանյանին ներկայացնելու համար ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանի կենսագրությունը։ Համեցեք, պարոն Ֆարմանյան։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն քվեարկության համար։ Ուղղակի շատ կարճ անդրադարձ կատարեմ։ Մենք կուռ թիմ ենք, ուստի որևէ նշանակություն չունի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով կլինի, անձամբ ես լինելու եմ խիստ արդյունավետ որպես հանձնաժողովի անդամ եւ այն բոլոր նպատակները, որոնք մենք ունենք, իրագործելու ենք, կրկնում եմ, շատ արդյունավետ կերպով։ Այժմ ինձ ուրեմն շատ մեծ սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկեր Լիանա Մանուկյանին, կներկայացնեմ կենսագրությունը։ Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 26-ին քաղաք Վայքում։ 1999-ից 2004 թվականները սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, մանկավարժ հոգեբան է մասնագիտությամբ, իրավաբանական հոգեբան որակավորմամբ։ 1999, 2001 եւ 2007-ից 13 թվականներին աշխատել է Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում որպես հաշվապահ։ 2011 թվականի հունիսից մինչև 12 թվականի փետրվարը աշխատել է Նանա Լուսինե ՍՊ-ում որպես հաշվապահ։ 2013 թվականի փետրվարից մինչև 15 թվականի ապրիլը աշխատել է Tandem Payments ՍՊ-ում որպես գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի մայիսից մինչև հուլիս աշխատել է Իդրամ ՍՊ-ում որպես ավագ հաշվապահ։ 2015 թվականի օգոստոսից մինչև 16 թվականի մարտ ամիս աշխատել է Expert Finance Universal վարկային կազմակերպություն ՓԲ-ում որպես ավագ հաշվապահ։ 2016 թվականի մարտին նշանակվել է նույն ընկերության վերստուգողի պաշտոնում, իսկ 2016 թվականի հունիսից մինչև 20 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2016 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի ապրիլ ամիս համատեղության կարգով աշխատել է առաջին ֆակտորինգային ընկերություն Universal վարկային կազմակերպություն ՓԲ-ում որպես գլխավոր հաշվապահ։ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբ ԲԲ-ում որպես ֆինանսական տնօրեն։ 20 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիս աշխատել է T-Construction ՓԲ-ում որպես ֆինանսական տնօրեն, այնուհետև 21 թվականի հունիսից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է TEX Փակ բաժնետիրական ընկերությունում որպես ֆինանսական տնօրեն, 25 թվականի ապրիլից մինչև 26 թվականի հուլիս աշխատել է Կասկադէներգո Սերվիս ՍՊ-ում որպես ֆինանսական տնօրեն։ 25 թվականի նոյեմբերին հիմնադրել է Հայուհի կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ նախագահել այն մինչև 26 թվականի ապրիլը։ Ստացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված հաշվապահի որակավորման վկայական, ստացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված հետեւյալ որակավորման վկայականները. դրամային փողային փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար, վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար, վարկային կազմակերպության վերստուգողի պաշտոնում աշխատելու համար, ինչպես նաեւ վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատելու համար։ 2020-23 թվականներին եղել է Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատի անդամ, ամուսնացած է, ունի 2 զավակ։ Ասեմ նաեւ, որ Տիկին Մանուկյանը ունի մարդկանց հետ շփվելու, հարաբերվելու կոմունիկացիոն շատ բարձր հատկանիշներ, մենք բարբերաբար քննարկում ենք մեր հետագա անելիքները, ծրագրերը, այնպես որ մեկ անգամ եւս կրկնում եմ, անկախ նրանից ով կլինի այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բնականաբար դա պետք է լինի համապատասխան անձը մեր խմբակցությունից, մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ, նույն սկզբունքայնությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։